Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Մենք շարունակում ենք մշտադիտարկել Հայաստանի հասարակական քաղաքական կյանքի զարգացումները եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, փորձելով վերլուծել դրանք եւ հասկանալ ընդհանուր իրավիճակը, թե ինչպես դրան կարող են ազդել Հայաստանի ընթացքի վրա։ Թեմայի շուրջ տաղավարում կզրուցենք դիվանագետ քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Որն է ձեզ այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերը, այսպիսի ընդհանրական հարցից սկսենք եւ ինչպես եք հասկանում հատկապես աշխարհակաղակական ներկա զարգացումների դինամիկան, դրանք ինչպես կարող են ազդել Հայաստանի ընթացքի կամ նույնիսկ ճակատագրի վրա։ Թերևս գլխավոր մարտահրավերը դա անվտանգությունն է, հայկական պետության անվտանգությունը։ Եվ այս հարցերն է, որ ասենք 90-ականների կեսերից հետո 2000-ականների առաջին տասնամյակի ընթացքում դա կարծես թե հույս էր ներշնչում եւ բավական կայուն վիճակ էր այդ առումով։ Անվտանգություն ասելով ինչ ենք հասկանում, որ բանակը հստակ իր ֆունկցիաները կարող էր կատարել, համապատասխան իհարկե Հայաստանի Հանրապետություն, պետությունը ինքը իր կառավարական ֆունկցիաները կարողանում էր կատարել եւ արտաքին հարաբերություններում կարգավորվում էին նաեւ արտաքին հարաբերությունները, այսինքն Հայաստանը վարում էր արտաքին քաղաքականություն եւ երկրորդ մարտահրավերին մոտենալով ասեմ, որ այն ժամանակ ասենք մենք պատկերացում ունեինք, թե ինչ ենք ուզում, ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը, ինչ ապագա ենք պատկերացնում, շատ լավ հասկանալով, որ մարտահրավերները շատ են եւ այն իրավիճակը, որ տիրում էր միջազգային հարաբերություններում, հղի էին բազմաթիվ խնդիրներով, բայց ունենք որոշակի ուրեմն պատկերացումներ, թե ինչպես պետք է այդ բաներով անցնենք, այդ դժվարություններով, ինչպես պետք է լուծենք այդ հարցերը։ Այս առումով այսօր մենք այն վիճակում ենք, որ եւ անվտանգության հարցը ստեյության բարվոք վիճակում չի, ընդհանրապես կարելի ասել անհասկանալի։ Շատերը շփոթում են, ասում են հիմա ինչ է, ոչ պատերազմ կա, նորմալ աշխատում ենք, սրճարաններում նստում ենք եւ այլն, բայց դա լուրջ հետազոտողները հասկանում են, որ դա անվտանգության հարցերը չի լուծում, դա կարող է, ասենք, այսօր պայմանավորված լինի արտաքին այդ փոթորիկներից քաղաքական միջազգային հարաբերություններում եւ այլն, եւ սա էլ ընդհատվի եւ անհասկանալի է, թե մեր այդ մակույկը ուր կքշի քամին, ինչ վիճակում է, այսինքն որպես այդպեսին, եթե այդ օրինակը բերենք մակույկ կամ նավակ մեր պետության, այսինքն ղեկը կարծես թե չի աշխատում։ Եվ ճոճորներն շատ են, կարծես թե։ Դե բնականաբար այդ դեպքում այդպես է լինում, չի աշխատում եւ դու չգիտես, եթե հանկարծ այստեղից կամ այնտեղից փոթորիկ բարձրանա, չգիտեմ, արևմտյան քամի փչի հյուսիսային, թե հարավային եւ այլն, քո նավակը ինչպես պետք է տանես, կարող ես արդյոք ուղղություն տալ եւ այդ փոթորիկի միջով անցնել։ Սա ընդհանուր պատկերացնելու համար պարզ բառերով ասած, որ հասկանանք, այս վիճակն է, որ մեզ այսինքն մենք չենք տեսնում մեր ապագան։ Այն ինչ որ ասվում է հիմա, այդ առումով այդ ապագայի մեր եւ վստահության ինչ որ հիմքերի, որը մեզ կօգնի, որի վրա հենվելով մենք կարողանանք մեր պետությունը պահպանել կամ այն առանցքը, որի շուրջ մենք կարողանանք ձևավորել մեր արտաքին հարաբերությունները միջազգային դաշտում եւ այլն, դա մենք չենք տեսնում, շատ խարխուլ ըստ էության գոյություն չունեցող վիճակում է։ Այսինքն եթե նույնիսկ դիտենք դասական դիվանագիտական տեսանկյունից, նույնիսկ արտաքին քաղաքական կոնցեպցիա գոյություն չունի այսօր։
որ ասվի, որ այս մեր առաջնային խնդիրներն են, այս հարցերը երկրորդական, եւ մենք պետք է ձգտենք այս ուղղությամբ գնալ, այս հարցերը լուծել եւ այլն։ Հասկանալով, որ կարող է եւ դա շատ բարդ լինի եւ չկարողանասել այդ հարցերը խորքում լուծել, բայց հույս ունենալով, որ կամ կլուծես, կամ հետագայում ժամանակի ընթացքում ձգտելով, պայքարելով, աշխատելով, հարաբերություններ կարգավորելով կարողանաս քո այդ վիճակը կայունացնել եւ ավելի ապահով դարձնել։ Իսկ եթե փորձենք զուգահեռներ անցկացնել, մենք հիշում ենք, որ ժամանակին որոշակի սահմանումներ կային, կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն կամ բազմավեկտոր։ Այսօրվա արտաքին քաղաքականություն ինչպես եք հասկանում, իմաստ ունի լրջորեն խոսելու դրա մասին։ Գիտեք, իմաստ չունի, որովհետեւ առարկա չկա խոսակցության։ Այսինքն ես հիշում եմ, երբ որ այդ կոմպլեմենտար քաղաքականության կետը մտցնում ենք, կոնցեպցիա ենք գրում արտաքին գործերի նախարարությունում եւ այլն, դրանից հետո բավական քննադատություն էր գնում այդ կոմպլեմենտարի վերաբերյալ, նույնիսկ ծաղրական եւ այլն։ Քննադատում էին օրինակ հետաքրքիր այն ժամանակ թե ռուս քաղաքագետները, թե ասենք թե թուրք քաղաքագետները, հասկանում եք, որովհետեւ իրենց շահից ելնելով նրանց ձեռք էր տալիս, որ մեկ ուղղությամբ ոչ թե կոմպլեմենտար լինի, այլ ուղղակի ասենք թե պրոռուսական քաղաքականություն լինի, արևմուտքը պրոարևմտյան, Իրան եւ այլն։ Այս մոտեցումն էր, բայց այն ժամանակ նախագահը գտնում էր, որ մեր հարաբերությունները, քանի որ նա շատ ավելի զբաղված էր տնտեսական վիճակը կայունացնելու, որտեվ շատերը հիմա չեն հիշում, թե 90-ական թվականներին Հայաստանը ինչ վիճակում էր։ Հայաստան կոչվածի բյուջեն $200 միլիոն էր ընդամենը։ Եվ հետագայում միանգամից աճեց, դարձավ 2 միլիարդ, հետո բարձրացավ ավելի եւ այլն։ Եվ այդ վիճակում Հայաստանին անհրաժեշտ էր արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռել այդ ամեն ինչը։ Ասենք, եթե գազի հարց կա, ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը լինի։ Եթե չգիտեմ, այնտեղ առևտրական ճանապարհների, առևտրի տարբեր հարցերում պետք էր բալանսավորել։ Այսինքն ես այսպես էի ձևակերպել այդ կոնցեպցիայում, որ կոմպլեմենտար քաղաքականության, այսինքն կոմպլեմենտար բառը շատերին բան է անում, հավասարակշռվածության քաղաքականությունը կապահովի այն, որ Հայաստանը չի դառնա հակամարտող ուժերի հակադրման կենտրոն։ Այսինքն տարբեր աշխարհաքաղաքական ուժեր Հայաստանում չեն հակադրվի, քանի որ ունեն իրար այդ հակադիր շահեր, բայց այդ պատճառով չեն հակադրվի, Հայաստանում չի դառնա Հայաստանը հակադրման կամ հակասությունների դաշտ։ Այսինքն այս պահն էր եւ պետք է ասել, որ բավական լավ էր այդ ամեն ինչը իրականացվում։ Եթե հիշենք, մենք ոչ միայն Ռուսաստանի հետ ունեինք բազմակողմ հարաբերություններ, ռազմական, տնտեսական եւ այլ պայմանագրեր, իսկ այդ պայմանագրերը տասնամյակներով, տարիներով մշակվել են եւ հանեցին Հայաստանը այդ ծանր վիճակից 90-ական թվականների սկզբների ծանր վիճակից, երբ որ մեր արդյունաբերությունը, որը բավական բարձր մակարդակի էր Խորհրդային Միությունում, շատ բարձր մակարդակ էր, այսինքն հիմնականում մենք ունենք գիտարտադրական միավորումներ եւ այլն, եւ միջազգային մակարդակ էլ կարող էր հասնել Հայաստանը իր տնտեսական զարգացությամբ, այսինքն այդ պայմանը մենք կարողացանք ինչ-որ բան պահել։ Չեմ ասում շատ, բայց ինչ-որ բան պահեցինք, ինչ-որ բան վերականգնեցինք Ռուսաստանի հետ մանավանդ անվտանգության հարցերում, բանակի կարգավորման հարցերում, այդ ամեն ինչը արվում էր։ Բացի դրանից, մենք շատ լավ հարաբերությունների մեջ էինք, կանոնավորված, հասկանալի, փոխադարձ հարաբերություններ եւ այլն Միացյալ Նահանգների հետ։ Բազմաթիվ ծրագրեր էր Միացյալ Նահանգները իրականացնում Հայաստանում եւ Հայաստանը այդ առումով կարողանում էր օգտվել ոչ թե հակադրել Ռուսաստան Միացյալ Նահանգներ, այլ ընդհակառակը համատեղել դրանք այս դաշտում։
Եվրոպայի հետ նորմալ հարաբերությունների մեջ էինք։ Այսինքն նույն ծրագրերը, առևտուր եւ այլն, գիտակրթական, մշակութային լավ հարաբերություններ էր։ Իրանի հետ էր մեր հարաբերությունները լավ։ Այսինքն այդ վիճակում այս Հայաստանը, որ նոր այդ 90 թվականի սկզբն էր փլուզումից հետո, այսինքն երբ որ մի հասարակարգ կործանվեց, առաջանում էր նորը, մենք կարողացանք, ոնց ասած, մեզ պահել ջրի երեսին։ Այսինքն եւ բավական զարգանալ, ասենք, օրինակ 6, 7, 8 թվերին մեր աճը 12%-ի էր հասնում, 12-13%-ի համախառն արտադրանքի եւ այլն։ Երկնիշ աճ ինչպես այն ժամանակ։ Այո, այդ պահը կար եւ ասում եմ այն ժամանակվա ջահելները, փոքրերը չեն հիշի այդ ամեն ինչը, բայց մենք տարվա վրա զգում ենք, որ պետության մեջ ենք սկսում ապրել։ Այսինքն կարգ ու կանոն կար, բանկային համակարգ, հարկային եւ այլն դժվարություններով, բայց սկսեց կազմակերպվել։ Այս դրա հիման վրա մենք կարողանում ենք այդ կոմպլեմենտար քաղաքականությունը վարել եւ դա փոխադարձ օժանդակություն էր։ Այդ հավասարակշռման, բալանսավորման քաղաքականությունը օգնում էր մեր տնտեսական զարգացմանը, մեր անվտանգության ապահովմանը եւ հակառակը։ Այդ ամեն ինչը օգնում էր մեզ զարգացնելու այդ ուրեմն դիվանագիտական դաշտում միջազգային հարաբերություններում բավականին շոշափելի նվաճումների հասնելու։ Այդ համեմատությունը կարող ենք հասկացնել։ Իսկ երբ որ այսօր մենք ասենք նայում ենք, մենք տեսնում ենք, որ միա ուղղված է, միագիծ է այս քաղաքականությունը։ Թվացյալ թվում է, թե այստեղ այնտեղ ինչ որ մեկի հետ տեսեն կարող է փաթաթվեն, այս անեն ամեն։ Բայց իրական շարժը բոլորի համար շատ լավ հասկանալի է։ Ռուսներն էլ լավ գիտեն ինչ է կատարում այսօր Հայաստանի, ինչեր է անում, ինչ նպատակներ ունի։ Ես չեմ ուզում ասենք կոնկրետացնել այդ ամեն ինչը, բայց մենք տեսնում ենք, որ ուղղությունը ոչ թե արևմտյան է միայն, ասենք մեզ էլի քննադատում են, թե ինչի արևմուտք եւ այլն պետք է Ռուսաստանի կողմի, հարցը մենակ այդ չի, այլ ընտրելով այդ արևմտյան վեկտորը հենց սկզբից դեռ Թրամփից առաջ ասես բաներ են փոխվել։ Եթե հիշեք ռուս-թուրքական արձանագրությունները ստորագրելուց, չէ՞ որ Հիլարի Քլինտոնն էր կանգնած, չէ՞ Նալբանդյանի թիկունքին, Լավրով եւ հայ-թուրքական արձանագրությունները, այսինքն այն ժամանակ ինչ էին այդքան շահագրգռված, այն ժամանակվա Ամերիկայի եւ Արևմուտքի ղեկավարությունը այդ արձանագրությունները ստորագրելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու։ Ընդ որում ներեցեք, նկատենք, որ ՀՀԿ Միսկի խմբի համանախագահող պետություններն էին կանգնած արտգործնախարարների թիկունք։ Ասում եմ, այնքան բարդություններ ու շերտեր կա, որ հիմա ուղղակի այդ բանին անդրադառնալով ասեմ, որ բանը նրանում է, որ այդ ձևով թվում էր, թե արևմտյան թելադրանք է դա, այսինքն շահերի հետապնդում, նորմալ է, քաղաքական հարաբերություններ են, ամեն մի պետություն կամ պետությունների դաշինք իր հետաքրքրություններն ունի, իր ուզածն է անում, բայց մենք այստեղ պետք է նկատեինք եւ մենք նկատել ենք այն ժամանակ, որ արևմուտքը տանելով դեպի հայ-թուրքական մերձեցում եւ այլն, ինչպես այն ժամանակ ասում էին, ըստ էության Թուրքիային ձգտում է դարձնել Հայաստանի եւ ամբողջ հարավային Կովկասի կուրատոր։ Այսինքն իրենք փոխանցեն այդ տարածաշրջանը Թուրքիային, որը այդտեղ սկսի ինքը, այսպես ասած, կուրատորություն անել, ինչ որ բաներ հուշել, կառավարել եւ այլն։ Իհարկե դրա տակ թաքնված էր արևմուտքի նպատակները Իրանի հարցով, այդ ճանապարհային բանի հարցով եւ այլն։ Այս առումով փաստորեն այդ ժամանակվանից այդ միավեկտորությունը սկսեց բուն դնել Հայաստանում եւ տանել դեպի դրան։ Այսօր մենք դա էլ ունենք։ Այսինքն այսօր հարավային Կովկասում մանավանդ 19-20 թվականից հետո, դեռ 18 թվականից, երբ որ թուրքերը առաջի անգամ ոտ դրեցին հարավային Կովկաս,
եւ հետո ռուսներն էլ եկան այնտեղ մի հիմնարկ դրեցին, այսպես ասած, բան անելով, որ իրենք էլ մտան եւ այլն, այնիշ դա միշտ եղել է Ռուսաստանի շահերի տարածքը, առաջին անգամ Թուրքիան այդ տեսակ հիմնավոր ոտք էր դնում հարավային Կովկասում։ Եվ եթե վերլուծում ենք ավելի խորը, տեսնում ենք, որ այս ամեն ինչի տակ Թուրքիային դարձնելով հարավային Կովկասի կուրատոր, տանում էր հարավային Կովկասի բոլոր 3 հանրապետություններին հակառուսականության դաշտ կամ ռուսացիացության, ինչպես ասում են։ Այսինքն Վրաստանը արդեն կար Սաակաշվիլի ժամանակ հակառուսական, Ադրբեջանը շատ նման էր դրան, մոտ էր, որտեղ Ադրբեջանում այն ժամանակ շատ գլուխ էին բարձրացնում հակառուսական ուժերը, այսինքն Թուրքիայի շնորհիվ այդ ազդեցությունը կար, իսկ Հայաստանում դեռ չէր զգացում, ընդհակառակ Հայաստանին դիտում էին որպես պրոռուսական, այսպես ասած, ռուսամետ պետություն, քաղաքականություն վարող, եւ արևմուտքը միշտ դրա համար քննադատում էր մեզ։ Մենք բացատրում ենք, որ մեր քաղաքականությունը այսպեսին է, կոմպլեմենտար եւ այլն, եւ մենք թե Իրանի հարցու թե, բայց միևնույն է այդ բանը զգացվում էր եւ հետագայում արդեն 18 թվականից հետո, այս նոր իշխանությունների գալուց հետո այդ հակառուսականությունը անմիջապես միանգամից սկսեց ցուցադրվել ու դրսևորվել։ Թեկուզ հարձակումները հապկի վրա, չէ, այդ քննադատությունը հիշում եք այդ պատմությունը Պուտինի այցը Հայաստան, ինչ որ դիմավորելու ձևը, հետո գնալոթական, այս ամեն ինչը արդեն սկիզբ դրեց հակառուսականությանը, դե Բոլտոնը որ եկավ Հայաստան, այդ էր պահանջը եւ հայտարարեց, որ պետք է փոխել պատմական բանը եւ այլն, հա, այդ մանդատի հարցերը, այսինքն բռնեց այդ ճանապարհը։ Ես հենց այդ արդիվ եմ ուզում հատկապես այս հարցի վրա շեշտադրել, պարոն Հակոբյան, ինչով է պայմանավորված Փաշինյանի վարչախմբի արտաքին քաղաքականության այս պարադոքսալ բնույթը հակասականություն եւ տեսնում եք արդյոք հակասականություն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ըստ էության մնում է լինելով Եվրասիական Ռուսաստանի առաջնորդած կառույցների Եվրասիական տնտեսական միության ՀԱՊԿ-ի անդամ, բայց մյուս կողմից օրինագիծ է ընդունվում Եվրամիության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին եւ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեց Միացյալ Նահանգների հետ եւ տեսնում եք արդյոք այդ կտրուկ շրջադարձը Փաշինյանի կողմից դեպի արևմուտք։ Գիտեք, մենք մոլորության մեջ ենք։ Շատ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, այսպես ասած լիքն չէ, միշտ դիտում են այդ տեսանկյունից։ Մեկը ասում է, որ սրանք փորձ չունեն, չեն հասկանում, դրա համար սխալ քաղաքականություն են վարում։ Մյուսը ասում է, որ սրանք այս բանը սխալ արեցին, պետք է այսպես անեն, թե այսինքն ժողովրդին այդպես տրամադրում են։ Իմ կարծիքով հենց սկզբից, այսինքն նոր, երբ որ իշխանությունը փոխվել էր, որոշ հայտարարություններից, քայլերից, նոր արտգործնախարարը, չէ, նոր վարչապետ, այնտեղ նախագահ եւ այլն, բարձ էր, որ այստեղ ոչ թե նրանք փորձ չունենալու հարցն է, փորձ չունեն, շատերը կիսագրագետ են, բայց հարցը դրանում չի, հարցը նրանում է, որ նրանք եկել էին հենց այդ ուղղությունը իրականացնելու, այսինքն հանձն էին առել այդ հարցերը լուծելու։ Այսինքն ինչ է նշանակում գալ միանգամից հենց առաջի հայտարարությունները, տեսեք Ռուսաստանի հաշվով, ՀԱՊԿ-ի վրա հարձակումներ, չէ՞։ Գլխավոր քարտուղարի ձերբակալությունը։ Այդ ձևով։ Արցախը հայտարարել, որ դա միջէթնիկական կոնֆլիկտ է, ոչ թե ազգամիջյան։ Այսինքն դա արտգործնախարարը հայտարարեց Եվրոպարլամենտում եւ BBC-ին տված իր հարցազրույցում։ Այսինքն նա ներկայացրեց, որ գիտեք Ադրբեջանում ներքին ինչ-որ էթնիկ բախումներ են, դե մենք ինչ անենք եւ պետք է հաշվի առնել ոչ միայն ուրեմն հայ եւ Ղարաբաղցի ժողովրդի, այլև ադրբեջանցի ժողովրդի շահերը եւ այլն, կարծես կողքից մի պետություն ուզում է միջնորդի դեր տանել եւ բարիշացնել արցախցիներին ադրբեջանցիների հետ։ Այսինքն սա հենց առաջի օրերն էր, այսինքն սա դիրքորոշում էր, որը հանձն էր առնվել, որ պետք է կատարել։
Բացի դրանից, ասենք թե այս եթե կհիշեք ինչպես էր ընթանում, չէ՞, այդ process-ները Արցախի, հայտարարություն, որ մենք սկսելու ենք 0-ից, որ նախկինները սխալ էին, մենք հիմա նորը կսկսենք, հետո գնալ հայտարարել, թե Ղարաբաղը մերն է եւ վերջ։ Առարկայական բանակցություններ չեն լինելու, քանի դեռ Մինսկի խմբի դեմ հարցեր, հասկանում եք, այս տեսակ, ուրեմն, դա երևում էր, որ սրանք ոչ թե եկել են եւ քաղաքականություն են վարում, որ Հայաստանի Հանրապետության շահերը պահանջում են այս հարցերը, այլ եկել են կատարելու այն պարտավորությունները, որոնք իրենք հանձն են առել։ Այս է հարցը։ Բայց ինչ է նշանակում, ասենք թե լավ, եթե Ղարաբաղը, Արցախի հարցը, ուրեմն այդպեսի բան եք հասցնում, հիշում եք դեռ 40-օրյա պատերազմից առաջ այդ բախումը, Իջևանի սահմանը, Տաուշում, այո։ Եվ դրանից հետո կարծեմ անվտանգության քարտուղարը ռուսական մի մեդիայում գրում է, թե մենք ցույց տվեցինք, որ մեր զենքը ավելի կատարյալ է, ձեր հնացած զենքերը հապկին ասում։ Կատարելագործեցինք եւ ջարդեցինք Ադրբեջանին։ Այսինքն դա այնքան անհասկանալի մի բախում էր, որ զգացվում էր, որ նախապատրաստված է։ Այսինքն նման էր նրան, որ գրգռում էին ադրբեջանցիներին։ Հետո դրա արտահայտությունը եղավ Ղարաբաղը մերն է ու վերջ, Արցախը մերն է ու վերջ եւ թույլ տվեք հիշեցնել նաեւ, եթե չեմ սխալում, Հայաստանի արտգործնախարարը հուշագիր ստորագրեց կամ փաստաթուղթ Կիպրոսի, Հունաստանի հետ, այդ Հունաստան-Թուրքիա այդ լարվածության պայմաններում, այսինքն Թուրքիային էլ էին Այսինքն ամբողջ դիվանագիտական գործունեությունը գնում էր ինչին, ձախողելու Արցախի ինքնորոշման ճանաչման հարցը, ձախողելու Մինսկի խմբի գործունեությունը, այն ինչ որ ադրբեջանցիք միշտ պահանջում էին, հայկական կողմը սկսեց փաստորեն այդ անել եւ ջուր լցնել այդ ջրաղացին։ Մինսկի խումբը շատ լավ մեխանիզմ էր, դիվանագիտական միջազգային դաշնու մեխանիզմ էր, որը մեզ օգնում էր այդ հարցերը առաջ տանելու, լուծելու եւ այլն առանց դիմելու պատերազմական միջոցների։ Եվ կառավարելու ռեգիոնը, հա՞, այո, իհարկե, եւ իզուր չէ, ամենահեղինակավոր պետություններն էին, չէ, համանախագահ, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա։ Եվ հիշեք նրանց մի սկզբունքը, որ Արցախի, նո այս հակամարտությունը, Արցախյան հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով։ Ռազմական լուծում չունի։ Այդ իրենց դրույթներից էր։ Եվ քանի տարի, 30 տարի չէ, 30 չէ, բայց հաշվեք 94 թվականից մինչև, ասենք, այս 18 թվականը, այդքան տարի Մինսկի այդ խմբի դաշտում հնարավոր էր այդ դիվանագիտական ճանապարհով, այդ միջազգային հարաբերություններով պահել իրավիճակը շատ թեքիչ սառացած վիճակում, այսինքն թույլ չէր տալիս, որ անցնի պատերազմը։ Բայց ինչու այդ դեպքում թույլ տվեցին հարցի ռազմական լուծումը։ Դա արդեն մի քիչ այլ հարց է, թե ինչի այդպես եղավ, որովհետև 18 թվականը մինչև 18 թվականին արդեն որոշ բաներ սկսվեց փոխվել։ Ոչ թե որոշ բաներ, հիմնական բաներ փոխվեցին։ Ինչի դու կարող եք հարցնել Մինսկի խումբը այդքան անտարբեր վերաբերվեց թե 44 օրվա պատերազմի ժամանակ այդ հարձակումը Ադրբեջանի, թե հետո Ադրբեջանը Արցախը հայաթափելու գործը։ Որտեղ արդեն այդ թվականին արևմուտքը այսպես ասենք, լիբերալ գլոբալիստներն էին արդեն ամբողջությամբ իշխանության թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում եւ նրանք իրենց քաղաքականությունը փոխել էին արդեն։ Նրանց, այսպես ասենք, որ ճիշտ հասկանաք, Ադրբեջանը արդեն զինվել էր եւ հա գնում էր դժվար էր զսպել նրան պատերազմ չնախաձեռնելու համար, ինչի Մինսկի խումբը չէր զսպում,
որովհետև կար ավելի բարձր տարածաշրջանային մակարդակի խնդիր, կար Իրանի խնդիրը, մեկ դա հարավային Կովկասին է վերաբերվում եւ Ռուսաստանի հակառուսականության խնդիրը։ Եթե հիշում եք, այդ ժամանակներից հակառուսականությունը սկսեց թափ հավաքել արևմտյան աշխարհում Իրանի նկատմամբ այդ քննադատությունը, չէ, Տրամպը իր առաջի պրեզիդենտական ժամանակաշրջանում որ եկավ, դուրս եկավ այդ պայմանավորվածություններից Իրանի հետ եւ միանգամից սկսեց ուլտիմատումի լեզվով խոսել Իրանի հետ։ Եվ սա նշանակում էր մի բան, որ Արևմուտքը շտապում է հարավային Կովկասը դարձնել պլատֆորմ, որի վրա հենվելով նա կարողանա եւ Իրանի ճնշել եւ Ռուսաստանի։ Դրա համար նրանց չէր հետաքրքրում որպես այդպիսին հայ-ադրբեջանական կոնֆլիկտը։ Նրանց պետք էր, որ այդ կոնֆլիկտը ինչպես որ է լուծվի, որ չխանգարեն այս պրոցեսներին։ Շատ եմ ասել, որ ՆԱՏՕ-ն որպես ուժ գա եւ այդ տարածքով Թուրքիայից, չգիտեմ, Մեղրիով եւ այլն մտնի Ադրբեջան, նույնը Իսրայելը տեղավորվեն Ադրբեջանում, հիմա այդպես էլ կա, չէ, այնտեղ բազաներ ունեն, ռազմական մասնագետներ եւ այլն, որոնք այս վերջի պատերազմի ժամանակ ռմբակոծությունների փաստորեն օգտագործում էին հենց Իրանի դեմ։ Եվ մենք անզեն աչքով երևում է, թե Ադրբեջանը ինչ շրջադարձներ արեց հակառուսական դառնալով իր քաղաքականության մեջ հաճախ եղան բազմաթիվ ինցիդենտներ, կտրուկ սրվեցին հարաբերությունները։ Մանավանդ որ թվում է թե գաղտնի, բայց բոլորը դա գիտեին, Ադրբեջանը օգտվում էր Ուկրաինայի եւ եղան մի շարք իրադարձություններ, նույնիսկ պատերազմի ժամանակ 40 օրյա հիշում եք, որ ռուսական ուղղաթիռ խփեցին եւ այլն, այնտեղ եղել էին տարբեր պատմություններ ռուս զորքերի հետ։ Եվ ինչի Ռուսաստանը չէր կարողանում, ասենք թե ավելի խիստ վարվել այդ հարցերով եւ մատ թափ տալ։ Որովհետեւ այն հենարանը հարավային Կովկասում, որ նա ուներ Հայաստանը, կորցրել էր։ Այսինքն Հայաստանի իշխանությունները չէին ուզում այդ։ Դուք տեսեք, գալիս են պայմանագիր են կնքում, չէ՞, վերջին հաշվով ռուսները չդիմացան եւ հոկտեմբերի 9-ին զորք մտցրեցին, չէ՞, Հայաստան։ Դադարեցրեցին պատերազմը եւ Եռակոմ պայմանագիր ստորագրեցին։ Նոյեմբերի 9-ին ներողություն։ Եռակոմ պայմանագիր ստորագրեցին եւ այլն։ Այնտեղ ըստ ռուսների հաշվարկի ադրբեջանցիները պետք է ետ վերցնեին այդ 5 տարածքները։ Չէ, դա էր նրանց նպատակը։ Եվ ռուսները չէին ուզում, որ ավելին գնա, բայց երբ որ տեսան, որ հենց այնպես ինչ որ անհասկանալի ձևով Շուշի է հանձնվում, որ հայկական բանակը ինչ որ անհասկանալի ձևով է պայքարում եւ այլն, նրանք զգացին, որ արդեն բան են կորցնում, որ այստեղ ինչ որ ուրիշ խաղ կա։ Եվ զորքը մտցրեցին։ Բայց հետագայում էլ զորքը մտցրել են Ղարաբաղում է հայկական պետությունը, իշխանությունները, ոչ թե հայկական պետությունը, իշխանությունները արեցին ամեն ինչ, որ Արցախը հայաթափվի։ Այսինքն նույնը երբ որ գնում են եվրոպացիների հետ խոսելու, ասենք թե այս հարցով Ղարաբաղի, եվրոպացիք այսպես ասում են, դե եթե ձեր ղեկավարությունն է այդպես ուզում, մենք ինչ կարող ենք անել։ Եթե դուք Պրագայում եք ստորագրում, այս բանակցություններին, այս հայտարարություններն եք անում, մենք ինչ կարող ենք անել։ Դա ձեր իրավունքն է, ձեր ինքնիշխանության հարցն է, դուք եք որոշում եւ շատերը ժողովրդական այսպես մտածողության մեջ պետքա ռուսները մտնեին, ադրբեջանցիներին ջարդեին, քշեին ու ներօգտին ամեն ինչ անեին։ Այդպես չի լինում, մանավանդ Ռուսաստանի պայմանում, որ այդքան ուրեմն մեղադրանքներ են հնչում դրա հասցեին, որ ագրեսորես է, այնտեղ Ուկրաինայի հետ հարցեր են սրվում, արևմուտքի հետ հարցեր, մի հատ էլ Հայաստան։ Դա բան չի, այսինքն այս դադարը Ռուսաստանի հարավային Կովկասում, այսպես ասենք, Ռուսաստանը հարավային Կովկասում կարծես թե դադար է վերցրել։ Ուկրաինայի պատճառով նկատի ունի։ Իհարկե։ Եվ Ուկրաինայի եւ ընդհանրապես արևմուտքի հետ այդ դիմակայության։
Եվ հիմա հասկանալի չէ, թե հարավային Կովկասը որ տերության ազդեցության տիրույթում է, կարող ենք այդպես ասել, թե Թուրքիան է շատ արագ լրացնում այդ բացը։ Ոչ թե հասկանալի չէ, տրադիցիոն իներցիայով ասում են ռուսական։ Օրինակ Միացյալ Նահանգները երկար միշտ էլ ասում են դա Ռուսաստանի շահերի տարածքն է, այստեղ իրենք Արցախի հարց կլուծեն, այս կանեն, այն կանեն, բայց Վրաստանի պատերազմից հետո, որը նույնպես դրդված էր, ինչպես Ուկրաինային, այսինքն արևմուտքը Սաակաշվիլու ձեռքով, ինչպես Ուկրաինայում Զելենսկու ձեռքով ու Պորոշենկոյի բերեց նրան, որ Ռուսաստանը հարձակվի, թե Վրաստանի վրա եւ թե Ուկրաինայի։ Այս միջոցով սրում էին այդ վիճակը, բայց հասկանում էին, եւ նրանք ուզում էին փորձել ինչքան ուժ ունի Ռուսաստանը, որ դիմակայի։ Հիմա մի թեթև շեղվելով ասենք, որ եթե հիշում եք Վրաստանի այդ 2008 թվականի այդ բախումը, այնտեղ չեք կարող ասել, թե ռուսական բանակ իրան փայլուն ձևով դրսևորեց։ Այսինքն զգացվում էր թերությունները ռուսական բանակի։ Մինչև որ հետո Սիրիան եղավ, այդ ռուսական բանակի այդ մի փոքր զորախումբը այնտեղ փորձ ձեռք բերեց, նոր զենքեր կիրառեցին եւ Ռուսաստանը արդեն կարողացավ ինչ որտեղ լուրջ բան ներկայացնել ռազմական ուժ իրենից։ Նույն ձևով հետ չէին հավատում, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինային սանձել, որտեվ 8 տարի այդ հեղաշրջումից հետո 14 թվականից հետո արևմուտքը եւ զինել էր եւ պաշտպանական կառույցներ էր այնտեղ ստեղծել, մի խոսքով ամեն ինչ արել էր եւ սպասում էր, որ Ռուսաստանը հարձակվի։ Այսինքն ոչ նրանք չէին ուզում հարձակվեին իրանք Ուկրաինան Ռուսաստանի վրա, այլ պետք էր այնպես անել, ինչպես Վրաստանի դեպքում, որ Ուկրաինան Ռուսաստանը հարձակվի։ Այսինքն պրովոկացիաներ էին անում, մշտական ռմբակոծություններ Դոնեցկի, այդ Մինսկի պայմանավորվածությունները միշտ չկատարել եւ այլն, Տրամփն էլ Բայդենն էլ հասում էր այ մի շաբաթից հարձակվել է, հետո չէր լինում այն շաբաթ է հարձակվել, այսինքն սպասում են մարդիկ, աղաչում են, որ Ռուսաստան հարձակվի Ուկրաինայի վրա։ Հիմա նույնը Հայաստանում որ վերցնում ենք, այս պահը կար, որ արևմուտքը որոշ ժամանակ ճանաչելով հարավային Կովկասը որպես Ռուսաստանի շահերի դաշտ, միաժամանակ քիչ արդեն կարծես թե թույլ տվեց, հնարավորություն ստեղծեց, որ Թուրքիան այնտեղ ոտք դնի, Իսրայելը ոտք դնի, հետագայում նույնիսկ Մակրոնն էր ուզում, հիշում եք, Եվրոմիությունն էլ ուզում էր ինչ-որ զորքեր բաներ բերել եւ այլն, այսինքն ռուսների դուրս մղել հարավային Կովկասից, եւ որոշ իմաստով դա հաջողվել է։ Ուղղակի մենք պետք է հասկանանք, որ դա վերջնական չի, դեռ զարգացումները գնում են։ Այսօր էսպես է դեռ ռուսները պաուզա են տալի, ինչպես միշտ դրանց պատմության մեջ եղել է։ Կայսրությունը պարտություն է կրել, փլուզվել է, բայց դանդաղ խամփերելով նորից ամեն ինչը ետ է բերել։ Ընդհանրապես ռուսական բնավորության հատուկ է, ինչ որ մի բան տուրը տալ, հետո հերոսաբար հետ բերել։ Պարոն Հակոբյան, ես ճիշտ եմ հասկանում ձեր այն միտքը, որ Փաշինյանի թիկունքում կանգնած ուժերը կամ այն արտաքին ուժերը, որոնք աջակցում են նրան, Հայաստանը տանում են հակառուսականության ճանապարհով, քանի որ արևմուտքը, ինչպես դուք նշեցիք, շտապում է հարավային Կովկասը դարձնել պլատֆորմ ընդդեմ Իրանի եւ Ռուսաստանի, բայց աշխարհակաղակականի ինչ ծրագրի շրջանակներում եւ հաշվի առնելով, որ արևմուտքն էլ ի վերջո միատար չէ եւ այսօր շատ միասնական չէ։ Այստեղ պետք է տարբերել Եվրոպան եւ այսօրվա Միացյալ Նահանգները։ Եթե վերցնեք Բայդենի ժամանակվա, այսինքն երբ որ Եվրոպայում էլ Միացյալ Նահանգներում էլ գլոբալ լիբերալիզմն էր, հիմնական գաղափարախոսությունը, այսօր փոխվել է մի քիչ։ Բայց Եվրոպայի երազանքն է եղել այս վերջին մի քանի 100 տարվա ընթացքում Ռուսաստանը քայքայելու, մասնատելու։ Նրանք շատ լավ, նույնիսկ անկեղծ ասել են շատերը, Մադլեն Օլբրայթը կարծեմ ժամանակին էլ չեմ ասում եվրոպացիները, որ չի կարելի այդքան հարստություն ուրեմն կուտակել մեկ պետության ձեռքում, այդ պետությունը պետք է կիսվի։ Հայտնի է, չէ, այնքան են ասում, որ Ռուսաստանը պետք է մասնատվի,
սկզբից ասենք Սիբիր, չգիտեմ, հետո Պովոլժիա, հետո բուն Ռուսաստան եւ այլն, մյուսները ընդհանրապես մանրացնում են, այս հարցը կա եւ դա Եվրոպայի միակ բանն է, որտեղ Եվրոպան հումք չունի։ Եվրոպան ոչ թե ուզում է այդ գազը, ինչպես գերմանացի գնում էին եւ զարգացնում էին, չէ՞ դրանով իրենց տնտեսությունը, այլ ուզում է ինքը տիրի հենց այդ ամեն ինչին։ Դուք տեսեք, Ուրալից այն կողմ հսկայական տարածք, Սիբիր, Հեռավոր Արևելք եւ այլն, հսկայական հարստություններով, բնական պաշարներով եւ այնտեղ ապրում են ընդամենը, չգիտեմ, 20 քանի միլիոն մարդ։ Պատկերացնում եք այդ ինչ է։ Եվ Ուրալից այն կողմ մոտ 20-22 միլիոն մարդ է ապրում։ Հա, ես համենայն դեպս հիշում եմ 77 թվականի մարդահամարը, որտեղ 17 քանի միլիոն էին ապրում այն ժամանակ։ Հիմա գուցե մի քիչ շատացել է։ Այսինքն հիմա եթե շատացել է, մի քիչ նաև, ասենք, այլ պետություններից եկած այնտեղ աշխատողների թվով եւ սա արդեն դեմոգրաֆները գիտեն, կարելի է ճշտել այդ ամեն ինչը, բայց իրենց չեն կարող հանգիստնել Եվրոպան, որովհետեւ նրանք գիտեն նաև, չէ՞, մարդիկ մտածում են, գնում են այս տեսակ զարգացումներ, կլիմայի փոփոխություն, չգիտես ինչեր է լինում, ջրի պաշարների հարց եւ այլն, նրանք մտածում են իրենց ապագայի մասին։ Ինչպես պետք է իրենք 500 միլիոնանոց Եվրոպային տեր կանգնեն, կերակրեն, հագցնեն եւ այլն, մի խոսքով տնտեսություն ունենան, արդյունաբերություն ունենան։ Կամ կախված են Չինաստանից, կամ Ռուսաստանից, կամ Աֆրիկան շահագործելով, այս տեսակ հիմա նրանք մտածել են, որ ժամանակն է, որ իրենք կարողանան այդ ճանապարհով իրենց դիրքերը ամրապնդել եւ մնալ որպես, այսպես ասենք, այդ տիպի միություն, որը ինչպես բնութագրեց այդ Եվրոպացին, Եվրոմիությունը դա դրախտ է, մնացած աշխարհը ջունգլին էր։ Հենց խեղճ վայելեց այդ դրախտը, ինքը դուրս եկավ ու սկսեց դրախտը արդեն խարխլվել։ Եվրոպայի տնտեսությունը այսօր շատ երկրներ հետընթացի մեջ է, փաստորեն։ Եթե Եվրոպան նախկինում որպես ամեն մեկ ազգային պետություն իր շահերը պաշտպանելով ինչ որ ելքեր էր գտնում, լուծումներ էր գտնում, հետագայում դաշինք էին սարքում այդ Ռուսաստան մասնատելու կամ կցորդ դարձնելու ռեսուրսային կամ Աֆրիկա կամ գաղութային, ապա հիմա Եվրոմիությունն է իր լիբերալ գլոբալիստական քաղաքականությամբ։ Թրամփը այլ գիծ է մի քիչ տանում։ Թրամփը որ եկավ, Միացյալ Նահանգները Բայդենի այդ նույն լիբերալ գլոբալիստական գաղափարախոսության դեմ հայտարարեց, որ ինքը դրա դեմ է գնում, դատապարտեց դա, այնտեղ LGBT-ներով ամեն ինչով եւ այլն, եւ կարծես թե Թրամփը լինելով նաեւ 80 անց մարդ տարիքով եւ այլն, նա հիշում է շատ լավ նախկին ամերիկյան նախագահների, ասենք, քաղաքականությունը եւ կարծես թե վերադարձնում է Միացյալ Նահանգները Մոնրոյի դոկտրինին։ Այսինքն արևմտյան կիսագունդը ամբողջ Ամերիկայով, հա, կզբաղվի Միացյալ Նահանգները, բայց խցկվել Եվրոպա եւ այլ տեղեր պետք չի, այսինքն Միացյալ Նահանգների համար թե ոնց էին ասում այդ կարգախոսը իրենք Նախ եւ առաջ Ամերիկա։ Հա, прежде всего Ամերիկա first, Ամերիկա։ Այսինքն այսօր էլ Կոլումբիայի հարցը դա է, փաստորեն Վենեսուելայի, Կոլումբիայի մյուսների, Բրազիլիայի այդ հարցեր կա, եւ կարծես Տրամփը տանում է այդ կողմ։ Եվ այս առումով Հարավային Կովկասում կարող են մի տեսակ այլ զարգացումներ գնալ։ Այսինքն Եվրոպան, որը կարծես թե ձիու վրա չի այսօր արդեն չի կարողանա Հարավային Կովկասում այնքան հզոր ճնշում գործադրել, ինչպես առաջ էր Միացյալ Նահանգների հետ, երբ որ Բայդենն էր, կամ նույն իրենց կամպանիոններն էին, գլոբալիստները։ Այսինքն, եթե Տրամփը կարողանա դիմանալ, պահել այդ դիրքորոշումը, եւ էլ չեմ ասում, որ Ամերիկային հատուկ է կարող այդ մարդու հարցերը այլ կերպ լուծեն։ Չէ՞։ Ոնց որ Քենեդու հարցերը լուծեցին, մյուսի եւ այլն, սա կախված է Դոմոկլեան սերի նման Թրամփի գլխին։
Գլոբալիստները այսինքն կարող են այդ ոնց, պարտություն են կրել Միացյալ Նահանգներում այդքան միջոցներ, ուժ ներդնելով, որ գլոբալիզմը հաղթի եւ այլն, հանգարց գալիս է Տրամպը եւ կտրում է այդ, փորձում է վերացնել այդ ամեն ինչը, ասել, որ Ամերիկան Ամերիկայի համար եւ այլն։ Այլ ոչ թե տարածել այդ ամեն ինչը ամբողջ աշխարհով, պարտադրել բոլորին իբր թե դեմոկրատիայի համար, դա ձեր դեմոկրատիան է, դա չինացին չի ուզում այդ դեմոկրատիան կամ Իրանը չի ուզում, այսինքն ինչ է պարտադրում։ Պարոն Հակոբյան, ներեցեք, իսկ Թրամփի ուղու ծրագրին կամ Վաշինգտոնյան հռչակագրին ինչու Իրանը եւ Ռուսաստանն այդքան կտրուկ չարձագանքեցին, թե դա Կովկասում ազդեցության փոփոխության չի բերելու լուր։ Չէ, արձագանքեցին, այստեղ շատ նրբություններ կա, որտեղ Թրամփը երեխա չի, մանավանդ բիզնեսի փորձով, չասենք իր քաղաքական բանով, բայց նա շատ լավ հասկանում է, որ ինքը ոնց են ասենք, այստեղ խոշոր ձեռնարկատերեր բան իրար այդ վիճում, չէ, որ ինքը հարված է հասցրել, նախ իրեն էին հարված հասցրել, հիմա ինքն է հարված հասցնում եւ ինքը հասկանում է, որ պատասխան պետք է ստանա։ Եվ այստեղ դեռ գնում է, ասենք, մեկը մյուսին դատի տալով, վարքաբեկելով, ինչ ֆեյքեր ասես տարածելով եւ այլն, բայց դրա տակ ավելի լուրջ բան կա, լուրջ ուժեր կան, որոնք հիմա եթե խոսում են Ամերիկայում քաղաքացիական պատերազմի մասին, մի կարծեք դա շատ մեծ չափազանցություն է։ Դրա նման բան տեղի ունենում։ Ամերիկյան հասարակությունը իսկապես մասնատվել է այդ առումով։ Դրա համար եթե Տրամպը կարողանա իր գիծը պահի, մի խոսքով հարավային Կովկասում ինձ թվում է օրինակ Ռուսաստանի շանսերը մեծանում են։ Ու Իրանի շանսերն էլ են ինչ որտեղ մեծանում։ Բան է փոխվում եւ նաեւ հաշվի առնելով, որ այս process-ները, այսինքն նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը դեռ շարունակվում է եւ մի օրում մի հայտարարությամբ չի լուծվելու, այլ տարիներով ուժերի ճնշման աստիճանով եւ այլն, դեռ մերձավոր արևելքում լուծելու շատ հարցեր կան։ Բայց ինչ աշխարհակարգ է հաստատվելու ըստ ձեզ։ Բազմաբևեռ աշխարհակարգն է, Ամերիկայի դիրքորոշումը Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան ինչ է լինելու այդ մեկ, նրանք ինչպես են իրենց ուժերը հարաբերակցելու։ Եվ երկրորդը մերձավոր արևելքում, եթե վերադառնանք, կար դեռ չլուծված, ասենք արևմուտքի տեսանկյունից Իրանի հարց եւ կա դեռ չլուծված Թուրքիայի հարց։ Այսինքն այնպես էլ չի, որ Էրդողանը, որ այսպես, ոնց ասած, կնքահոր նման շրջում է, էս է անում, խորհուրդներ է տալիս եւ այլն, կոպիտ ասած, բան է անում, թե ինքը ինչպես է Իսրայել քննադատում, ինչպես է հարցերը լուծում, Թուրքիայում դեռ այդ զարգացման ընթացքում այնպիսի ականներ կարող են պայթել, թե Միացյալ Նահանգների կողմից ի դեպ, եւ թե Ռուսաստանի, եւ թե Իրանի, որ Էրդողանն լինելով փորձված քաղաքագետ շատ լավ հասկանում է, որ իրենց դեմ կանգնած են նույն ձևի շատ հզոր մարտահրավերներ։ Քրդական հարցը փակված չի, թուրք-ուկրաինական, թուրք-ռուսական, այսինքն Ուկրաինայի կտրվածքով այդ հարաբերությունները, պետք չի նաև որ Պուտինը եւ Էրդողանը իրար տեսակ ջերբան են անում, նրանք շատ լավ գիտեն ով ինչ է ուզում։ Պարոն Հակոբյան, քանի որ մեր ժամանակը ցավոք սահմանափակ է, բայց ես կուզեի մի քանի հարցի էլ թեկուզ հակիրճ անդրադառնանք աշխարհակարգի վերաբերյալ թույլ տվեք մեջբերել մի հետաքրքիր այսպիսի մեկնաբանություն նորվեգացի քաղաքագետ Գլենդիզենի եւ ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Չինաստանի ուղղությամբ ժամանակին բարձր պաշտոններ զբաղեցրած եւ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գործերով նախկին տեղակալ Չարլզ Ֆրիմանի զրույցից ի պատասխան Գլենդիզենիային դիտարկմանը, որ Չինաստանը գլխավոր տերությունն է, որը խանգարում է Միացյալ Նահանգներին պահպանել իր հեգեմոն դիրքը աշխարհում, Չարլզ Ֆրիմանը պատասխանում է. Միացյալ Նահանգները արդյունավետ չի արձագանքում աշխարհում Չինաստանի դերակատարության
աճի դինամիկային չինական տերմինամարմնությամբ ասած, Միացյալ Նահանգները մեծ ցածկ է անում դեպի հետ, ոչ թե դեպի առաջ, իսկ չինացիները մեծ մասամբ ամեն ինչ ճիշտ են անում։ Իդեպ ինձ դուր չի գալիս բազմաբևեռ տերմինը, քանի որ բևեռը երկչափ գծի վերջն է, իսկ մենք շատ ավելի բարդ միջազգային իրավիճակում ենք։ Ես գերադասում եմ բազմահանգույց եզրույթը։ Հանգույցը եռաչափ միակցիչ է, որտեղ կարելի է շատ բան միացնել կամ անջատել կամ շուրջ տալ հանգույցը, եւ ես կարծում եմ մենք վերջ ենք դնում այն աշխարհին, որում պետությունները կարող են սերտ հարաբերություններ ունենալ մեկ ասպեկտով, ասենք տնտեսական ոլորտում, մինչդեռ քաղաքականապես թշնամական հարաբերությունների մեջ լինեն։ Ինչ կարծիք եք այս մեկնաբանության մասին։ Անունը բազմաբևեռ է թե բազմահանգույց, հա, դրանից բան չի փոխում։ Օրինակ ասենք Ռուզվելտ, Չերչիլ, Ստալինն էլ, այդ որ երկրորդ համաշխարհանից հետո այսպես ասած հասարակարգ էին ստեղծում, չէ, աշխարհակարգ։ Հիմա դա ինչպես անվանում, մարդ կար, որ հիշում եմ գրականը դիրեկտորիա էին անվանում, որ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանն է ղեկավարում, Չինաստանը են, Ռուսաստանը է, Ֆրանսիան է, այնպես էլի, Եվրոպայում ինչ-որ դերակատար։ Այսինքն պատերազմ է, գործողություններ են գնում, պատերազմ է ավարտվում, հարաբերություններ են ճշտվում եւ գալիս է վերջնական, ասենք թե այդ ամեն ինչը եղածը գետնի վրա հաստատելու։ Էս է։ Այսինքն սա այս պետությունն է, այս ուժը ունի, այս տնտեսություն ունի հզորությամբ, սա է, որ սրանք պետք է կարգավորեն, այս հարցերը սրանք աշխատանքի բաժանում կոպիտ ասեն։ Սա է գնում այս առումով, եւ երբ որ այդ ամեն ինչը լուծվի ու հաստատվի, ինչպես ասենք ՄԱԿ-ը ստեղծվելու չէ, կամ ասենք Յալտայում էին որոշում է, հետո անցավ Նյուրնբերգ եւ այլն, տարբեր մինչեւ ՕՕՆ Միացյալ Ազգերի Կազմակերպությունի հաստատումներով միջազգային օրենք գրվեց, որը գլոբալ լիբերալները քանդեցին, չէ, ասեցին ոչ թե օրենք, այլ կանոններ, որտեղ այդ ժամանակ միաբևեռ էր աշխարհը, Միացյալ Նահանգներն էին թելադրում, չէ, 92 թվականից։ Երբ որ Խորհրդային Միությունը չկար, Հարավսլավիան ջարդել էին, ինչ ուզում անում էին։ Լիբիա, Աֆղանստան, չէ, ընդհուպ մինչև Լիբիա, երբ հիշում եմ, որ Պուտինը առաջին անգամ էր կարծեմ, որ ընդդիմացավ, ասեց, որ մեզ դուր չի գալիս այն։ Դե Մյունխենում իր հայտնի ելույթում 2007 թվականին այդ ամեն ինչ ասեց Պուտինը։ Այսինքն միջազգային օրենքը փոխարինվեց կանոններով։ Կանոններ, որոնք հաստատում էր Միացյալ Նահանգները։ Հիմա քիչ եկավ այն բանին հասավ, որ Ռուսաստանը ոտքի կանգնեց, մանավանդ հիմա Ուկրաինայից հետո նրա բանակը այն տեսակ փորձ է ձեռք բերել, այն տեսակ մակարդակի զենք ունի, որ թերևս աշխարհում ամենաուժեղ բանակն է։ Չինաստանը հզորացավ եւ դարձավ տնտեսական, արդեն դժվար է ասել երկրորդ ուժն է, թե առաջին։ Հնդկաստանն է սրանթած զարգանում, Բրազիլիան է հզոր ուժ, այսինքն դու չես կարող նրանց պարտադրել քո կանոնները։ Տեսնում ես Տրամպը փորձում է այդ բաները, սանկցիաները մտցնել, բայց արդեն չի գործում, կամ կիսատ պրատ։ Այս առումով շատ նման է էլի Խորհրդային Միության փլուզման պահերին, այդ մոմենտը կա։ Դրա համար Տրամպը հասկանում է, որ Չինաստանը լուրջ հակակշիռ է իրան եւ հակառակորդ։ Բայց ըստ երևույթին Տրամպը այդ իր կարգախոսներով ուզում է Չինաստանին նախ եւ առաջ տնտեսապես իջեցնել, այսպես ասած, դառնալ թելադրող այդ հարցերում։ Ռազմականը ուժեղ է դեռ Միացյալ Նահանգները, բայց ինչպես համ դեմոկրատիայից խոսես, համ ուրեմն այդ մարդկանց վրա 100%-անոց տարիֆներ նշանակես եւ այլն։ Այս բայերը կա, բայց ինձ թվում է, որ Տրամպը եւ իր թիմը լուրջ այդ հարցերով մտածում են։ Եվ եթե հաճախ Տրամպը այս տեսակ հայտարարություն է անում, մատե թափ տալիս չէ, ինչ որ ժեստեր ունի, պարում է, էս է անում, այս բոլորը ինձ թվում է քողարկում է, այսպես ասած, այդ խորքային պետության մոլորեցնելու, ինչ որ չթողելու, որ նրանք բան, եւ ինձ թվում է արդեն եկող տարվա ընտրություններից հետո միջանկյալ ընտրություն է կոչվում դա, եթե Տրամպը հաղթի կոնգրեսի ընտրություններում եւ սենատի, չէ, մեծամասնություն մնա, նա արդեն
էլ այդ տեսակ ուրեմն կիսատ պրատություններ չի անի։ Նա արդեն մանավանդ որ մնում է ընդամենը 2 տարի, նա արդեն վճռական իր քաղաքականությունը առաջ կտանի։ Թե ինչ կանեն խորհրդային պետության, այսպես ասած, ղեկավարները, չգիտեմ այդ որն է, բայց կա տես մի բան, կամ գլոբալիստները, դա արդեն լուրջ, շատ լուրջ պայքարի հարց է, եւ տեսեք քանի են Տրամպի գաղափարակիցներին, որ սպանեցին ելույթի ժամանակ, իր վրա կրակոցները, այսօր այդ տեսակ դատական գործերը, այդ բոլորը շատ լուրջ է, եւ դեռ այդ զարգացումները գնում է, եւ Ուկրաինան էլ դեռ process-ի մեջ է, այստեղ միակ բանն է, որ Ուկրաինան ինքը իրան կսկսի արդեն այն պահին է, որ ինքը իրան կսկսի փլուզվել։ Այս պահն է գալիս, երբ որ պետությունը չկա, սկսվում է քաոս, այդ կոռուպցիան այդ ամեն ինչը ցույց տվեց, չէ, բանակը քանդվում է, որովհետև արհեստական ուժ է եկել, ուժ, որը ոչ թե ծնվել է ուկրաինացի ժողովրդի շահերից, այլ որը դրվել է, որ ուկրաինացուն օգտագործեն ռուսների դեմ, որտեղ արևմուտքի համար կոպիտ ասած, թե ուկրաինացի, թե ռուս նույն բանն են։ Քանի որ Ղարաբաղյան բանակցային գործընթացին անդրադարձանք, ըստ ձեզ Փաշինյանի կողմից բանակցային փաստաթղթերի եւ աշխատանքային թղթերի մի մասի, այսպես մասնակի հրապարակումը ինչ նոր բան բացահայտեց եւ ավելի կարեւոր ինչ նպատակով նա դա արեց եւ երկրորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումով ըստ ձեզ հետագայում հնարավոր կլինի Արցախի հարցը հայկական եւ միջազգային օրակարգ վերադարձնել։ Գիտեք, ոչ միայն հնարավոր կլինի, այլ նույնիսկ եթե մենք էլի այնպիսի ղեկավարություն ունենանք, որ չուզի, արտաքին ուժերն են բարձրացնելու այդ հարցը։ Ես այդ շատ եմ շեշտել, որ Ղարաբաղի հարցը միայն ոնց ասեմ ձեզ, մեր Արցախ եւ այլն երկի բանի հարց չի։ Ղարաբաղը շատ փոքր է, բայց ռուսները ոնց են ասում, կրեպկի արեշեք։ Ամուր ընկույզ։ Այո, շատ պինդ ընկույզ է, պնդուկ է ես կասեի, որը ցանկացած պահի, թե ռուսները, մանավանդ ռուսները կարող են օգտագործել։ Ռուսները Հարավային Կովկասում սկսել են դրանից եւ նրանք այդ բաց չեն թողնելու։ Նորից եմ ուզում կրկնել, որ Պուտինի համար Շուշիի հանձնումը ուղղակի, ոնց ասեմ, ինքնանվաստացման նման մի բան էր։ Նա ընդունում էր որպես ռուսական զենքի նվաստացում, որտեղ այդ բերդը ռուսներն են գրավել մեծ արյան գնով Արցախը եւ այլն պահել ու այսօր ինչ որ թուրքեր կամ իսրայելցիներ գան դրան տեր կանգնեն կամ ոտի տեղը կորցնեն ռուսները ինձ թվում է դա նրանք չեն ների դեռ process-ները գնում են դեռ չգիտեք թե ինչ կլինի Մինսկի խումբ կվերակենդանացնեն թե նոր խումբ կսկսեն բայց այդ հարցը փակված չի ուղղակի ողբերգությունը գիտեք ինչու՞մն է որ մեր ժողովուրդը չկարողացավ այնպիսի ղեկավարություն ունենալ որ պահեր այդ իրավիճակը չհանձներ եւ քիչ կորուստներով հասներ այն պահին երբ որ տարածաշրջանում հարցերը վերջնական լուծում կգտնեին Շնորհակալ եմ հետաքրքրության համար շնորհակալ Հուսամ դեռ առիթ կունենանք շարունակելու քննարկումները եւ վերլուծությունները այս թեմաներով Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք դիվանագետ քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանի հետ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։